Սիրելիներ, ողջունում եմ ձեզ մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի սուրբ ու պատվական անունով։ Տերը օրհնի ձեզ, որ սիրեցիք նրա հայտնվելը։ Կուզենամ ձեզ հետ կիսվել, բաժնեկից լինել Աստծո խոսքի ճշմարտությունից եւ հայտնությունից։ Հովհաննեսի ավետարան 17-րդ գլուխ 20 համարն եմ կարդում։ Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքովը կհավատան ինձ։ Ինչ մեծ ես դու Տեր, շնորհակալ եմ Տեր։ Հիսուսը ինձ համար աղոթել է։ Ես ու բոլոր նրանք, ովքեր ավետարանի խոսքով փրկվածներ են, Աստծո հոգով փրկվածներ են, Աստծո խոսքով ու ճշմարտությունով փրկվածներ են, Քրիստոսի այրունով փրկագնվածներ են, իմացեք, որ մենք Քրիստոսի աղոթքի պտուղներն ենք ու պատասխաններն ենք։ Տերը մեզ համար աղոթել է, բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքովը կհավատան ինձ։ Տեր, շնորհակալ եմ այն մարդկանց համար, որ ինձ քո խոսքի հետ, քո խոսքից բաժնեկից են ելել, որ ինձ քարոզել են, ավետարանել են քո ճշմարտության խոսքերը, որտեվ Տերը նախասահմանել էր այդ մարդուն, որ ինձ հետ խոսի Աստծո խոսք ու ես կհավատամ, որտեվ Տերը հույսով աղոթում է եւ սպասում է Աստծո հոգով, որ իր աղոթքի պատասխանը կատարվի։ Եվ մենք, ես նրա աղոթքի պտուղն եմ, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Տեր, ինչ հրաշալի ես դու Տեր, շնորհակալ եմ այն մարդկանց համար, որ ինձ հետ խոսեցին Աստծո խոսքը։ Փառք քեզ Տեր Հիսուս։ Բայց ուշադրություն դարձրեք շարունակությունը, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքովը կհավատան ինձ։ Դու որ փրկված ես, սրբված ես, փրկագնված ես գառան Հիսուսի այրունով, խոսքով ու ճշմարտությունով ու ապրում ես սրբության կյանքով, հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան, հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի փառքի անվան համար։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք խոսքերին։ Տերն ասում է նաև աղոթել եմ, որ ինձ համար աղոթե, որ ոչ թե միայն ես լսեմ ու հավատամ Աստծո խոսքը, այլ Տերը նախասահմանել է մարդկանց, ում հետ ես բաժնեկից կլինեմ Քրիստոսի ավետարանից եւ նրանք էլ կհավատան ինչպես մի անգամ էլ ես։ Հիմա Տերը ոչ թե սա պարտադրանք է, սա աղոթք է։ Սա աղոթք է, որ Տերը ինձ համար աղոթել է, եւ նա սպասում ունի, եւ Տեր Հիսուս Քրիստոսը սպասում է, որ ես բաժնեկից կլինեմ ինչ որ մեկի հետ Քրիստոսից ավետարանից, ճշմարտությունից, քավությունից, հարության զորությունից, բժշկությունից, այրունով մաքրված ամեն մի մեղքերի հայտնությունից Քրիստոս Հիսուսից։ Ու ինչ որ մեկի համար, որտեվ ինչ որ մեկի այդ բաժնեկից կլինեմ եւ նա կփրկվի, որտեվ Հիսուսը աղոթել է, որ այդ խոսքը ես կփոխանցեմ եւ Տերը սպասում է եւ մարդիկ կհանդիպեն ինձ հետ։ Ես իհարկե բոլոր մարդկանց մասին չեմ ասում, որ բոլորը տենց պետք է լինեն, բայց ես խոսում եմ Աստծո հոգու առաջնորդության մասին եւ այն մարդկանց, երբ որ Աստծո հոգին առաջնորդում, ուրեմն Տերը արդեն աղոթել է իրանց համար եւ Տերը իմ սրտի մեջ դել է իր ավետարանի խոսքը, որ ես իրանց հետ բաժնեկից կլինեմ։ Ես հենց որ խոսեմ, նրանք կփրկվեն։ Խոսեմ այն խոսքը ավետարանի, որտեվ Տիրոջ հոգին է փրկելու։ Տիրոջ հոգին է, նա է փրկողը, նա է փրկիչը, բայց ես պետք է խոսեմ, որտեվ Տերն ասում է աղոթել եմ քեզ համար, որ նաև քո խոսքի միջոցով այն մարդիկ, որ կհավատան։ Իմ խոսքը նրա մասին է ավետարանի խոսքի, որ ինձ սովորեցրել է Քրիստոսի, որ ես սովորել եմ Քրիստոսից նրա ավետարանից։ Հասկանում եք ինչի մասին է, եկեք խոսենք Կորնելիոսի տան մասին։ Ինչ ասեց հրեշտակը նրան։ Եթե ռուսերեն թարգմանությունը նայեք, вообще հրաշալի է այնտեղ այդ խոսքը ասում, բառեր կա պրոստո մեր հայկական թարգմանության մեջ բացակայում է, բայց միտքը սуть послание то же самое։ Ինչ ասում Սուրբ Գիրքը։ Ասում է հրեշտակը հայտնվեց Կորնելիոսին։ Քո ողորմությունները հիշատակվեցին Տիրոջ առաջ։ Իսկ հիմա հասցե է տալի, ասում է ուղարկիր այսինչ մարդու տունը, որ Պետրոս առաքյալն է գտնվում, Սիմոն Պետրոսն է գտնվում, եւ կգա քեզ կասի խոսքեր, քեզ կփոխանցի կամ խոսքեր, որ կփրկվես դու եւ քո ամբողջ տունը։ Տեսեք ինչքան հրաշալի է։ Փաստորեն Տերը աղոթել էր արդեն Կորնելիոսի տան համար։ Տերը արդեն պատրաստել էր այդ փրկությունը, բայց Պետրոսի միջոցով պետք է գար եւ այդ խոսքը պետք է փոխանցվեր Կորնելիոսի տունը։ Եվ Տերը ամեն հնարավոր բաներն արեց, որ արգելք չլիներ այն խոսքին, որ պետք է Պետրոսը խոսեր Կորնելիոսի տան հետ, որտեղ դու գիտեք, որ հрьяաները չէին մտնում հեթանոսների տուն։ Բայց որ դու կարդում ես 44-45 խոսքերը Գործք առաքելոց 10-րդ գլխի արդեն Կորնելիոսի տան մեջ եղածի մասին, երբ որ Սուրբ Հոգին իջավ նրանց վրա։ Ինչի մասին, ասում է, երբ որ Պետրոսը խոսքը խոսում էր, եկեք կարդամ այդ տողերը։ Հիսուսը օրհնի ձեզ։ Ինչ հրաշալի է Տեր։ Եվ Պետրոսը դեռ այս
բանը խոսելիս, բանը նշանակում է խոսքը խոսելիս, դրա համար ռուսերենով որ կարդաք կասկած։ Եվ Պետրոսը դեռ այս բանը խոսել Սուրբ Հոգին իջավ այդ խոսքը լսողների բոլորի վրա։ Այդ խոսքը լսողների բոլորի վրա Սուրբ Հոգին թափվեց։ Ինչ էր խոսում նա։ Քավությունից էր խոսում նա, հարությունից էր խոսում նա, նրա փառքով գալուց էր խոսում, նրա արդար դատավոր լինելուց էր խոսում մեր Տեր Հիսուս Քրիստոսի։ Նա խոսում էր ավետարանի ճշմարտության խոսքը եւ Սուրբ Հոգին թափվեց նրանց վրա։ Եվ Սուրբ Հոգին իջավ, հանգչեց նրանց վրա, հենց որ նա խոսում էր խոսքը։ Օրհնյալ լինես Տեր, ինչ մեծ ես իմ Աստված։ Ինչ մեծ ես, ավետարանի խոսքերը կյանքի խոսքեր են եւ նրանք փոխում են մարդկանց կյանքերն ու սրտերը։ Օրհնյալ լինես Տեր, որ քո Սուրբ Հոգով զորացնում ես, որ մենք խոսենք մարդկանց հետ քո ավետարանիդ խոսքերը։ Տեր Հիսուս, ինչ մեծ ես դու Տեր։ Եվ նա խոսում էր այդ խոսքը եւ բոլոր խոսքը լսողների վրա, որտեվ Տերը աղոթել էր Կորնելիոսի տան համար եւ սպասում էր եւ հույսով սպասում էր, որ Պետրոսը կգա Կորնելիոսի տուն։ Ինչքան այդպիսի տներ կան, որ Տերը աղոթել է այդ տների համար եւ սպասում է, որ մենք բաժնեկից կլինենք նրա ավետարանի ճշմարտությունից եւ զորությունից։ Օրհնյալ լինես Տեր։ Ինչքան սրտեր ու ինչքան հանդիպումներ կա, Տեր, ես աղոթում եմ, որ բաց չթողնեմ այդպիսի հանդիպումները Տեր։ Տեր, ես խնդրում եմ քեզ քո աղոթքին համաձայն, աղոթքիդ պես, որ այն մարդկանց հետ ում հետ ես կհանդիպեմ, որ բաց չթողեմ այս հանդիպումը քո խոսքի հետ բաժնեկից լինելու։ Սա պարտադրանք չի, սա հոգու առաջնորդություն է, սա պարտադրանք չի, սա սեր է, սա փոխադարձ սեր է, որ ինձ համար աղոթեց Տերը եւ ինձ խոսք խոսեցին եւ ես փրկվամ Հիսուսի փառավոր անունով։ Փառք նրան։ Հələ տեսեք ուշադրություն դարձեք, խնդրում եմ Հովհաննեսի ավետարանի 4 գլխի ջրհորի մոտի կնոջը։ Հələ ուշադրություն դարձեք, երբ որ Տերը խոսում է այդ ջրհորի մոտի կնոջ հետ եւ ասում է գնա ամուսնուդ կանչի։ Ասում է ամուսին չունեմ, ասում է լավ ասեցիր, որտեվ այն 5-ը որ կային քո ամուսին չէ, 6-ն էլ քոնը չի, ում հետ որ մնում ես։ Հիմա նա պետք է հանդիպեր իր կյանքի հոգու փեսային 7-րդը կատարելությանը Քրիստոս Հիսուսին եւ նրա կյանքը ամբողջովին փոխվեց։ Հիմա տեսեք 39 համարում ինչ ա գրված սիրելիներ, նայեք, Հովհաննեսի ավետարան 4:30-ն է, եւ սամարացիների այն քաղաքիցը շատերը հավատացին նրան, Քրիստոսին, այսինքն, այն կնկա խոսքի համար։ Այս կնկա խոսքերի համար Սամարացի ամբողջ մի քաղաք Սամարիայի հավատաց Քրիստոսին։ Այս խոսքի, այն խոսքերի, որ վկայում էր, այն խոսքերի, որ Քրիստոս իր կյանքի մասին ասել էր, եւ ամբողջ քաղաք եկավ, որ Քրիստոսին տեսնի։ Տեսնում եք սիրելիներ, հարցը ստեղ կինն ու տղամարդը չի։ Ես հիմա չեմ խոսում այն դետալների մասին, ուղղակի ինձ ճիշտ հասկացեք, խնդրում եմ։ Ես խոսում եմ քո սեռը կապ չունի այն վկայությունը, որ Տերը դրել է քո սրտի մեջ, որ քո միջոցով մարդիկ կան, որ պետք է լսեն այս վկայությունը։ Պետք է լսեն Քրիստոս այն ինչ արել է քո կյանքում, Քրիստոսի ավետարանը այն ինչ արել է քո կյանքում։ Մարդիկ կան, որ Տերը նախասահմանել է, որ քո միջոցով լսեն դրանք։ Կապ չունի քանակը Տիրոջն է հայտնի։ Ես աղոթում եմ, որ մենք բաց չթողենք այդ հնարավորությունը։ Օրհնյալ լինես Տեր։ Հիսուսն ասում է. եկեք իմ հետևից եւ ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ։ Սա կարանք միայն կլինի ակտուալնի այն ժամանակ, երբ որ մենք պահենք Հովհաննեսի ավետարանի 15 գլխի 7 համարը, ասում է, եթե կենաք ինձանում եւ իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք խնդրեք եւ կլինի ձեզ։ Տեր, ինձ հարկավոր է հարատևել քո մեջ, ինձ հարկավոր է աճել քո մեջ, Տեր, եթե կենաք ինձանում եւ իմ խոսքերն էլ ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք խնդրեք եւ կլինի ձեզ։ Իմ Աստված, օրհնյալ լինի քո անունը, Տեր։ Տեր, ես աղոթում եմ բոցավառի մեր սրտերը, հանուն քո փառքի ու քո ավետարանի, Տեր։ Բարձրացրու, Տեր, ասում ես, որ մշակները, Տեր, քիչ են, հունցքը շատ է, մշակները քիչ են, հունցքի Տեր Հիսուս Քրիստոս քո խոսքի պես խնդրում եմ, Տեր, բարձրացրու քո մշակները եւ ուղարկիր դեպի քո հունցը, Տեր։ Օրհնյալ լինես, Տեր։ Շնորհակալ եմ այն հոգիների համար, որ այսօր նրանց սրտերը բացել ես լսելու այս ավետարանի հրաշալի խոսքերը, Տեր։ Ես գոհանում եմ քեզանից, Տեր, որտեվ հոգովդ ես քո փրկում, խոսքովդ ես քո փրկում, Տեր։ Շնորհակալ եմ, փրկիչ մեր Տեր։ Հələ տեսեք Հռոմեացիներից թուղթ 8-րդ գլխում 19 համարում ինչ ա գրված, որտեվ ստեղծվածների եռանդալից ակնկալությունը Աստծո որդկանց հայտնությանն է սպասում։
Աստծո որդկանց հայտնությանն է սպասում։ Ալելույա Տեր։ Փառք քեզ։ Հիսուսը օրհնի քեզ եւ Հիսուսը զորացնի քեզ։ Եկեք այսօր բոլորս իրապես այն 28-րդ գլուխը երկրորդ օրինացի ոնց որ ասում է ուշադրությամբ լսենք, որ զգուշությամբ կատարենք։ Եկեք ուշադրությամբ լսենք, այն ինչ ասում է Տեր իր խոսքի միջոցով եւ զգուշությամբ կատարենք։ Հիսուսը օրհնի քեզ, իմ սիրելի եղբայր ու քույր։ Այս խոսքը երբեք թույլ չտաս, որ քո սրտից գողանան։ Աճի այս խոսքերի մեջ, ածի ճշմարտության մեջ, Քրիստոս Հիսուսի սրբության եւ ավետարանի ճշմարտության, Աստծո ճշմարտության հոգու մեջ, հոգու միջոցով։ Տերը քեզ օրհնի եւ զորացնի։ Փառք լինի Հիսուս Քրիստոսին։ Տերը օրհնի ձեզ, սիրելիներ։